Avvayı sallatmadan. Սիրելի բասկետբոլասերներ, մենք վերադառնում ենք Pro Basket Liga, որտեղ այսօր հանդիպում են Ուրարտուն եւ ԲԿՄ-ն։ Ասեմ, որ ԲԿՄ-ն այսօր ունի երկու նոր բասկետբոլիստ իր թիմի կազմում։ Դանիել Կիրակոսյան եւ Ուիլյամ Հենդերսոն, ասեմ, որ շաբաթօրը ես ներկա չէի եղել ԲԿՄ հայկական հանդիպման անձնական պատճառով եւ բաց էի թողել պատմական կարելի է նույնիսկ ասել հանդիպում, դա գիտեք որն է, երբ դպրոցականները օրինակ մեկ օր բացակայում են ու պարզվում է, որ օրինակ երկի նախագահան եկել է ու բոլոր աշակերտներին նվերել է $1000 օրինակի համար, մոտավորապես այդպիսի բան է եղել իմ հետ, որովհետեւ Դանիել Կիրակոսյանը գրանցել է Pro Basket Liga-ի ռեկորդ եւ հավաքել 84 միավոր դուես Titans-ի դիմաց խաղում, գումարած դրան triple-double, գումարած դրան 98 efficiency, մի խոսքով ֆանտաստիկ ու փառահեղ հանդիպում է անցկացրել, որը արդեն հնարավոր է երկար տարիներ, միգուցե եւ երբեք ոչ ոք չկարողանա անցնել այդ ռեկորդը։ Մի խոսքով լավ, հիմա վերադառնանք արդեն հանդիպմանը։ Ուրարտուն մեկնարկում է հետևյալ հնգյակով Ջորդան Թիլման, DJ Բեզի, Արկադի Մկրտչյան, Դանիել Կիրակոսյան եւ Կարեն Մելիքյան, ԲԿՄ-ի հնգյակներ Ռոմա Սարիբեկյան, Տիգրան Մկրտուման, Մանատ Միքայելյան, Դավիթ Վարդանյան եւ Ռաֆայել Սահակյան։ Լավ էր նկատել Մկրտումյանը Մարատին, ասեմ, որ ընդամենը 1.5 րոպե անցել, բայց Ուրարտուն արդեն 6 միավոր է վաստակել։ Մկրտումյան
Սահակյանն է փորձելու ֆլոտեր եւ վրիպում է Դանիել առաջին իր միավորները Կիրակոսյանը եւս վաստակում է Շատ լավ անցավ, վերջապես նաև բացում է բկանան հաշիվը Դանիել անցավ Սահակյանին Անաճող է ֆլոտերը ու վերցրել է Սահակյանը ռիբաունդը Վարդանյան Մելիքյանի դիմաց է գնացել Սահակյանը 3-ի վրա Հիմա էլ Մարատ կփորձի բեյզի ձեռքի վրա երկար է 3-ը Դանիել եւ այո եւս երկուս Ութմիավորի առավելություն է ստացել Ուրարտում Սահակյանն է փորձելու կարճ Դանիելն է սեփական օղակը մաքրողը Թիլման որից անցավ այս անգամ ակտումը արձանագրվելու է եւ Մարատ Միքայելյանի կարձանագրվի ԲԿՄ-ի արդեն երկրորդ ուղանքը նույնինքը Մարատը եւս իր երկրորդ անհատականն է գրանցում ասեմ որ Տայտասի խաղից առաջ չեմ կարող անկեղծ այս բան վերհիշել որ թիմի դիմաց բայց նորից նույնատիպ իրավիճակ էր եւ ընդամենը 3-4 րոպեեր անցել իսկ Մարատ Միքայելյանը արդեն երկու անհատական ուղանքեր գրանցել ու հենց այդ պատճառով էլ ասեմ որ երկար ժամանակ մնաց պահեստայինների նստարանին այնինչ գլխավոր մարզիչ Միրան Ներսեսը մեծ կարիք ուներ Մարատին այնպես որ ավելի ուշադիր է պետք Միքայելյանին խաղալ խաղաղտելու համար Օֆենսիվ բորդից հետո Մելիքն է ասում գնդակով վրիպում է Մկրտմյան Վատը չէ փոխանցման միտքը բայց որակապես չփայլեց միևնույն է բայց ԲԿՄ-ն գնդակը պահել է Արկադիի ոտքին դիպում գնդակը ու նորից 14 վայրկյան արձակման ռեսետ է լինելու ԲԿՄ-ի Տիգրան Սահակյանի հետ Միքերոլ խաղաց սուիչը եղավ Ազատ էր Միքայելյանը կարող է ներդել բայց ուղարկում է գնդակը 3 հիմա նետում է պետք Դավիթ եւ բերում է ֆանտաստիկ ցածր Վարդանյանը երկու միավորը եղել վստահ գործողություն ԲԿՄ-ի երիտասարդի կողմից Կիրակոսյան կոպիտ ֆրիկոլ արեց Արկադի Մկրտչյանը նույնինքը սկրին բայց լրեցի մրցավանել ու դա տալիս է Ջորդան Թիլմանին հնարավորություն Ազատ միջին բերելու Կիրակոսյան փայլում փակել է Մկրտումյանին ու նորից Տիգրանը անհաջող փոխանցումով փոխում է գնդակը Ջորդան այո ուղղակի եղել մինչև վերջին հատվածը այնպես որ կողքից կա Արցախ Յուրարտուն Ասավ գնդակը Կիրակոսյանին 3 Կոչ կարճ էր Մելիքյան Հիմա էլ նորից Ջորդանին է եկել գնդակը 5 վայրկյան արձակման ավարտին DJ Beyzi Հիանալի ալեո փոխանցում Ջորդան Թիլմանից եւ ստիպված է ԲԿՄ-ն օգտագործել իր առաջին տայմ-աութը խաղի մենք կվերադառնանք դարձայցը
ոնց է պատվիրել։ Գլխավոր մարզիչը տայմաութի ժամանակ Սահակյան շատ տապապեց Բեյզին, բայց միավոր վաստակը չստացվեց, հիմա էլ ֆանտաստիկ փոխանցում Ջորդան Թիլմանից։ Կիրակոսյանը նոր բերում է երկուսը։ Մարատ հիանալի փոխանցում, բայց Բեյզին այնտեղ է, իհարկե Վարդանյանը չի կարող նույնիսկ փորձել կարծիքով շատ սատկունակ է DJ Բեյզին բացում, որ բարձրացակ է փոխանցում իրենը կդրիկում հետ բկաման հիմա էլ մինչև վերջ գնում է Ջորդան Թիլմանը ավելացնում 7-րդ միավորը Մարատ ազատ 3 դրամ, բայց գուցում է մինչև վերջ այո, կա լեապը Ջորդան Պաշտպանի դիմաց բենք Ջորդան Թիլման Նորից Մարատն է որոշում միայնակ գնալ, փակեց Մելիքյանը վերջինից Սահակյան ունի տարածություն Ռոման կարելի էր նետել որոշումը մինչև վերջ գնալ Ռոման ու լեյապի փորձը անհաջող է Մելիքյան, Արկադի այո Արկադյանը վերադարձնելուց հետո այն Վարդանյան ու հիանալի պաշտպանություն ուրարտու խլել է գնդակը Արկադի Մկրտչյանը հեռացնելով այն Դավիթ Վարդանյանի ոտքից ու փոփոխում է լինելու Ռաֆայել Սահակյան Դավիթ Վարդանյան հանգստանալու առաջին ընկապաշտում Հայկ Ղարախանյան Մավեթ Գրիգորյան Ուրարտում ևս կլինեն փոփոխումներ Արայիկ Գևորգյան նստանում իր առաջին րոպեները եւ դեբյուտային րոպեներ Ուիլյամ Հենդերսոնի համար Դանիելն ու DJ-ը կգնան Ջորդան եկավ մինչև վերջ, այո, ևս երկու միավոր Թիլմանից Պաշտպանում Գևորգյանը, բայց ազատություն ստացել է Մարատը, չնայած ուզում է ասել խլել են գնդակը, բայց դեռ պայել է իր մոտ բկման 5 վայրկյան արձակման ավարտին նետում է պետք Մկրտումյան շատ հեռվից ոչ, նորից է էրբոլ ու Մայքլ Ռայթն էլ կփոխարինի Արկադի Մկրտչյանին իր առաջին րոպեները ստանալով մի անգամից 3 է փորձում ու բերում են Ղարախանյանն էլ ասել փոխարինման դուրս եկած մի անգամից ստացավ հնարավորություն Կուգանայինների Ղարախանյան Մելիքյան լոու պոստում հիանալի փոխանցում թույլ ձեռքով Ջորդան Թիլմանի սպլեշ լավն է շատ փոխանցումը բայց Մկրտումյանին ով վրիպում է Ջորդան իհարկե գնալու է ու ավելացնելու Ավետ ազատ է 3-ի վրա կարճեր ու Ջորդանն է մակնում սոպական օղակը Գևորգյան գտավ Ուիլ Հենդերսոնի Պոստում Ջորդանին ասել գնդակը Պոյկյանով Ուիլ և Ջորդան 10 վայրկյան Գևորգյանը ազատ է 3-ի վրա, բայց չի նետելու հիանալի փոխանցում Մայքին լավն էր պաշտպանությունը Տիգրան Մկրտումյանի, բայց միևնույն է տուգանքը արձանագրվում է, սա էլ ԲԿՄ-ի 4 թիմայինն էր, այսինքն
մնացող 1 րոպե 47 վայրկյանների ընթացքում Ուրարտուն ունելու է բոնուս, ասեմ որ Ուրարտունը լիդերին ընդամենը 1 անգամ է խաղացել կանոններ քառորդում, բայց պաստորեն կողքից այնպես տուգանայիններ չեն լինի, այլ դիմային գծից մեկտարկի խաղ Ուրարտուն, որովհետև մցավորել կարծիքով ներկման փորձ չկա Մայքն այդ կողմից, այլ փոխանցում են ընդամենը Մայք Դմիտրիյանը բերում է Ֆեյդրոյով Ուրարտուից գնդակը, լավն է պաշտպանությունը, 11 վայրկյան արձակման համար վերև բարձանել Մկրտումյանը, բայց շատ անհաջող փոխանցում Ղարախանյան Ֆիլմանը խլել է գնդակը և բերում է ևս 2 նույնիսկ բարձր ցակով Արադ Միքայելյանը չհասցրեց բլոկ շոտ կատարել Ղարախանյան Վերմարատն է գնդակով ու Տուգանքը արձանագրվում է, բայց մինչև նետումի պահն էլ Մարատը Տուգանքը այնպես որ կողքից է սկսելու խաղը ԲԿՄ-ն Մկրտումյան նորից հերվից է փորձելու երկար էր այս անգամ ավելի Գրիգորյան շատ գեղեցիկ բարձր ցակով լեյափ հիմա էլ Ղարախանյանն է փորձելու այս անգամ կարճ է Մայքին հասնում գնդակը Գևորգյանի փոխանցումից Անկյուն Գևորգյան 3-ը նետելու է երկար էր և վախտում է կանոնները Մայք Ռայթը սա էլ երրորդ թիմային տուգանքը ընդամենը 37.2 վայրկյան է մնում քառորդի ավարտին իսկ Ուրարտուն վերցել է 30 միավորի առավելություն իհարկե ջախջախ հաղթանակ է սա Մարատ միջևը չվրիպում է իսկ Ուիլ ուղղակի չկարողացավ տիրապետել գնդակը նորից գործեց խորաման գործել Մկրտումյանը ոտքերի աղանքով Անդերսոնին փոխանցեց, բայց միևնույն է նորից Ուրարտուց գալիս գնդակը Ղարախանյան նորից 3-ի փորձ երկար էր այս անգամ էլ ու հենց ինքը Հայկն է գնդակը խլողը, բայց մի անգամից կորցնում է Ջորդան լրիվ ազատ 3-ից կարճ էր ու այո, ֆանտաստիկ կար ու Հենդերսոնից 3 վայրկյան է մնում քառորդի ավարտին Մարատին նետել է պետ, բայց չհասցրեց Ջորդան Ֆիլմանը խլելուց հետո նետում կատարել միևնույն է 32 միավորանոց հաղթանակ Ուրարտուի կողմից այս քառորդում մենք վերադառնանք դադարից հետո
Վերադառնում ենք երկրորդ քառորդ, այսպես 40 դեմ 8 հաշվով հաղթում է Ուրարտուն ունիքը 32 միավորի առավելությամբ։ Սակայն ասացիք ֆանտաստիկ հաղթանակ է դա քառորդի ընթացքում։ Վարդանյանը վերադարձել է ու փորձում միայն խաղալ, այո անցավ Ուիլ Հենդերսոնին, բայց վրի պես ու հենց Ուիլն է ռիբաունդ վերստողը շրջափակված 3 բասկետբոլիստով միևնույն է կարողանում է թիրապետել գնդակը Ջորդան 3 կարճ էր, բայց Մայքը շատ լավ թիպերով պայքարից հետո բերում է այս անգամ արդեն աշխատում է այդտեղանցումը Արայքին է ասում գնդակը Ֆիլոմի փոխանցումից Գևորգյան մինչև վերջ և այո բերում է Հիանալի պաշտպանություն Արայք Գևորգյանից, բայց հիմա լավ անցավ Մարատ ու միջին է փորձելու երկարել Արկադին Անտուն է գնում գնդակը Մայք Վրիպեց իր առաջին հեռարնետում ու ռայցը ու նորից Ուիլ Հենդերսոնն է միայնակ փորձում վրիպումը, բայց Մայք Ռայթը ճիշտ պայն ճիշտ տեղում է սա այլ վերջինիս 9-րդ միավորն է, բայց միևնույն է լավագույն ռմբարկում խաղի Ջորդան Թիլմանն է այսպես իրավակաց 19 միավորներով Գեղեցիկ խաղաց Ղարախանյանը հրամարկեց մրցակիցներին, բայց վրիպում է ֆլոթերի փորձը ու հիմա էլ նորից Ջորդան Թիլմանն է արդյունավետ լեյափով ավարտելու արձակումը ավարտել ինչ-որ մեկի կարիերան Ուրարտուից, բայց ափսոս գնդակը դուրս է գալիս սողակի միջից Վարդանյանի լավ պաշտպանությունից հետո նորից գալու է կողքից Ուրարտուն Արգադի պոստից թողնում է գնդակը Մայքին Նորից կարճ էր, բայց հակառակ դիրքերում էին այս անգամ Մայքի վրիպումից հետո Ուիլ Հենդերսոնն է ավելացնում և 40 միավորանոց առավելություն Ուրարտուի կարող են հետել իհարկե Վարդանյան ու այո կա չէր հավատում ընդհանրապես Արկադին վերջինիս դիպուկությանը, բայց պետք էր պաստորեն հավատալ Ջորդան Շատ լավ անցավ մինչև վերջ և ավելացնում է նորից Փոփոխումներ է պատրաստել Ուրարտուի գլխավոր մարզիչ Լուկա Ֆիլիպչևիչը Դանիել Կիրակոսյանն ու Էդուարդ Մնացականյանն են պատրաստվում ավելի ճիշտ պատրաստում այս պայն արդեն փոփոխության դուրս կգան ու Ջորդան Թիլման Ուիլ Հենդերսոն դուոն է գնում հանգստանալու հակառակ կողմում էլ Մկրտումյան ու Մարատ փոփոխումը կլինի Գևորգյան Խայմադուրս եկած Կիրակոսյանն է ստացել ու նորից Մայք Անկունից նորից կարճ սակայն երորդ արդեն առաջող նետումն էր անց մեջ սկզբի առաջին երկուսից հետո դեռևս դիպուկ չի կարողանում լինել Մայքը ավետ անցավ ուղղակի տակ and one Գրիգորյան շատ լավ անցում էր Ավետ Գրիգորյանի կողմից Մայք
կարող էր վերադարձնել Գևորգյանին, բայց կարիքը չկա, որովհետև այո։ Վերում է երկուսը։ Մկրտումյան։ Գեղեցիկ խաղաց ստացել է Վարդանյանը, բայց չի նետում 3-ը, նորից ազատ էր, կարելի էր փորձել, որոշեց փոխանցել, ասել է գնդակը լրիվ ազատ։ Մկրտումյանին ու 3-ը կարճ է։ Շատ գեղեցիկ է խաղում Գևորգյանը, ասել է Կիրակոսյանին 3-ի վրա գնդակը, արդյունավետ, այո։ Բարեց Ղարախանյանը մեջ կողակին ընթացքում, բայց միավոր չեղավ։ DJ Base-ի արկածի Մկրտչյան փոփոխում է լինելու Ուրարտուում։ Մկրտումյան նորից ազատվել է 3-ի վրա, բայց նորից վրիպում է։ Ռիբաունդի համար Ղարախանյանն է գնդակը վերցնողը, հիանալի փոխանցում Մկրտումյանի, ֆանտաստիկ խաղաց Ղարախանյանը ուղղակի։ Ու հիմա Դանիելն է գնում մինչև վերջ, բայց վրիպում է։ Եվ այո, Վարդանյանը լասցնում է DJ Base-ից հեռու պայել գնդակը, որ իրականում ասեմ, որ այդքան էլ էս չէ։ Base-ի լոու պոստում, վերադարձավ Մայքին գնդակը, եվս մեկ վրիպում, Մնացականյանը եվս ռիբաունդից հետո վրիպում է լեյափը, Ղարախանյան, Վարդանյանը լրիվ ազատ է, Անաջող, Ռոմա Մկրտումյան և սեփական վրիպումից հետո երկուսը վերցնում է Մկրտումյանը, սա էլ վերջինից 4 միավորն էր։ Դանիել, լոտերը չկա, վերադարձեց ու եվս մեկը վրիպեց։ Վարդանյան և այս անգամ արդեն Արայ Գևորգյանին տուգանք արձանը գրվում է։ Երորդ թիմային տուգանքն էր Ուրարտուի այս քառորդում ու փոփոխում կլինի Մկրտումյանը։ Մելիքյանը փոխարինելու է Մայք Ռայթին։ Տիգրան, կարճ։ Մելիքյան, լավ նրանցումը վրիպեց Base-ին ճիշտ տեղում է։ Ձերքի վրայով Դանիելի Անաջող անբախտ ավելի ճիշտ փորձ է, ավետը եվս վրիպում է։ Դանիել երթական վրիպում այսօր։ Սկզբում ասացի ֆանտաստիկ խաղի մասին 3 ներություն շաբաթ օրը, բայց այսօր որը անգամ այն էլ Տուգանային մատուցներից վրիպում է։ Ստացել է Դանիելը գնդակը լոու պոստում DJ Մելիքյան չկա 3-ը Մնացականյանի պայքարից հետո հենց իրենից է գնդակը դուրս գալիս Էդգար Մկրտչյանն էլ հենց իրեն Մնացականյանին կփոխի հակառակ կողմում Մարատ Ռաֆայել զույգն է վերադառնում ավետն ու Հայկը գնացին հանգստանալու Խախտում Դանիել Կիրակոսյանից նա պաստորեն սխալվել է ներողություն նախորդ անգամ շտապել է մի փոքր և սա ընդամենը նոր երրորդ տուգանքն է Ուրարտուի ոչ թե չորրորդը կողքից է խաղալու Ուրարտուն
Գևորգյան Եվ ավելացնում է DJ Bazin putback դանքով Շատ մոտ է Դանիելը գնդակը խլելուն Ռոմայից վերադարձել է մխրտումենը գնդակը ու պարում է Մելիքյանի դիմաց Եվ այո, խոխտում կորեն Մելիքյանից ու այնտեղ գլխով հարված է մխրտումենը նստարանին Կարծում եմ լուրջ խնդիր չկա, ուղղակի շատ ցավոտ հարված էր։ Այո, ամեն ինչ կարգին է, ոտքի է կանգնած Տիգրանը։ Եվ մայ արդեն հաստատ աշխանին կարելի ասել, որ լրացած է Ուրարտուի 4 թիմայինը, բայց ասեմ, որ ԲԿՄ-ն այս քառորդում ոչ մի անգամ չի խախտել կանոնները, դա շատ հազվադեպ է, այն էլ պարտվող թիմի դեպքում, եթե անկեղծ Իանալի set play ԲԿՄ-ից, բայց Սահակյանը վրիպում է ազատ օղակի տակ Մելիքյան խոսեցինք Jinx ու այլ ԲԿՄ-ն իր առաջին տուգանքը կստանա այս քառորդում ով խախտեց կանոնները, ճիշտ ասած չնկատեցի Ռոմա Սարիբեկյանին պաստրեն արձանագրվեց տուգանքը վրիպում է Ռաֆայել Սպիտյանն խախտեց կանոնները Օպեներ ստացած Ստեփան Մավյանի դիմաց 2 րոպե է մնում Սահակեսի ավարտին Ուրարտուն 40 միավորի առավելություն ունի այս պահին Մելիքյան Անաջող խլել է գնդակ Ուրարտուն Մխրտյան վրիպում է Եվ պայլում պաշտպանություն Մարատ Միքայելյանից Դոգանյանին Ալեոպի փոցներ անաջող է Եվ այո, միանշանակ backcourt violation սեփական կիսադաշտից անցնելուց հետո մրցակցի կիսադաշտ վերադարձավ Վարդանյանը իհարկե ոչ միտումնավոր, բայց միևնույն է խախտումը կար Նորից Կիրակոսյան, ոչ, նորից օֆենսիվ բորդ ու շատ լավ փոխանցում էր Bazin այս անգամ արդեն մրցավարները կնվիրեն երկու տուգանային նետման հնարավորությունը DJ Bazin Մարատ Միքայելյանների երրորդ մտական տուգանքն է ստանում ներողություն աստորեն նախորդ անգամ ցուցապաստակին կամ սխալ է նկատել կամ ուղղակի քարտուղարական սեղանից մի փոքր շուտ ստավել է Արցում մի խոսքով սա Մարատի երկրորդն է, ոչ թե երրորդը եւ առաջին քառորդում խոսքերս Մարատ Միքայելյանի ուշադրության բացի մասին դառնալ պատրոն զույն որովհետեւ Միքայելյանից կլավ է դեպքը եւ հիանալի պաշտպանություն Մարատ Միքայելյանից Դոգանյան նորից անաջող է Ռոմանը վիպան վերցնողը Բայց վրիպում է Մելիքյան ֆանտաստիկ պաշտպանություն Ավյան Արեմին է գնդակը ասել շատ լավ փոխանցում է երկար Մխրտյանին եւ ավելորդ քայլ է արձանագրվում միանգամից երկու մրցավար ստորում են ավելին ասեմ 42 միավորի առավելություն 39.9 վայրկյան նորից գործել է գնդակը Վերադարձնում միանգամից Մալատը Դոգանյան 3
կարճել եւ վերջին արցական հնարավորությունը գնալու է Ուրարտուին Դանիել Կիրակոսյանը շատ ուշադիր է ու նկատել է 10 վայրկյան է մնում այս պահին Վարդանյանը շատ մոտ պաշտպանում է Դանիել Կիրակոսյանի դիմաց 4 վայրկյան եւ այո խախտում է կանոնները Դավիթ Վարդանյանը ու նոր լրացավ բոնուսը ԲԿՄ-ի այսինքն շատ խելացի տուգանք էր Դավիթ Վարդանյանից 2.6 վայրկյան ստացավ Դանիելը ու մեկ ոտքի վրայից 3 վերջ այսքանով ավարտում են խաղը 40 միավորի ներություն խաղակեսը 40 միավորի առավելությամբ Ուրարտու եւ կվերադառնանք դադարից հետո
վերադառնում ենք երկրորդ խաղակես Ուրարտու ԲԿՄ հանդիպումն է ընթանում այս պահին ու 42 միավորի առավելություն է ստացել Ուրարտուն առաջին խաղակեսում Ջորդան Թիլմանն էլ լավագույն ռմբարկուն է խաղի այս պահի դրությամբ իր հավաքած 23 միավորներով ասեմ նաև ԲԿՄ-ից Արտոն Նազդուխանյանն է իր առաջին րոպեները ստացել մյուս 4-ն Տիգրան Մկրտուման, Մարատ Միքայելյան, Ռոման Սարեբեկյան եւ Հերիկ Դոգանյան Ուրարտում, ինչպես ասացի Ջորդան Թիլման, Դանիել Կիրակոսյան, Կարեն Մերիկյան, DJ Բեյզի եւ Ուիլյամ Հենդերսոն երկու նորեկները Կիրակոսյանն ու Ուիլը մեկնարկել են երկրորդ խաղակեսի սկզբում եւ շատ գեղեցիկ փոխանցում DJ Բեյզին Դանիել Կիրակոսյանից ով ջախջախում է մրցակցի օղակը Ինչպես արդեն գիտեք Ուրարտում այն թիմն է մրցաշրջանում, որ ընդամենը մեկ պարտություն ունի այս պահին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, այո, սպասվում են երկու բարդ հանդիպումներ Ուրարտուին, Էրեբունի եւ Հատիսի դիմաց, բայց պետք է ամեն ինչ անի Ուրարտուն փորձելու պահելու այդ հնարավորությունը, որպեսզի Կիսա Էզրափակիչ թուր գնա առաջին հորիզոնականով ու մրցի 4-րդ տեղում գտնվող թիմի հետ, որը լինելու է ամենահավանականությամբ կամ Էրեբունին կամ Օլիմպիավանը, այլ արդեն կախված Էրեբունի Օլիմպիավան եւ Էրեբունի Ուրարտու հանդիպումներից Ռիմեն Ազդուխանյանը Բեյզին ռիբաունդը վերցրել է Մերիկյան Դանիելն է գնդակով 3-ի վրա եւ բերելու է 3-ը այո Ազդուխանյան խլել է Մելիքյանը Արտյոմի ձեռքից գնդակ ու Մարատի ոտքին է դիպչում Դանիելը գնդակը բերում է առաջնակից 2-3 զոն դիֆենսի դիմաց ԲԿՄ-ի դա հնարավորություն է իհարկե Ուրարտուն հեռահար նետումներ կրակելու, որից մի անգամից օգտվում է Ջորդան Թիլմանը ու բերում իր առաջին 3-ը կարողում Մարատ Հենդերսոն լավ պաշտպանություն Ուիլյամ բլոկ շոտ առաջնակից նետում է դանք այս անգամ էլ Կարեն Մելիքյանի կողմից եւ նորից ընդամենը 3-2.5 ավելի ճիշտ րոպե հետո խաղի մեկնարկի ԲԿՄ-ի գլխավոր մարզիչ Միարան Սեսը վերցնում է իր առաջին տայմ-աութը երկրորդ խաղակեսում վերադառնանք դադարից հետո Մենք տայմ-աութից հետո Ռոման ստացել է Մկրտումանից գնդակ ու նորից շատ անհաջող 3 է Ջորդան Թիլման մի անգամից սլանում է առաջնակից անհաջող խաղացում էր նորից գեղեցիկ գործել Մկրտումյան ու վրիպում է հիմա էլ Մկրտումյանը ու վոլեյբոլն էլ Ռոման Սարեբեկյանի անհաջող է շատ լավ է խաղում Մկրտումյանը Եվ ինչ գեղեցիկ կարող էր լինել, եթե բերեր այս երկուսը, որովհետև կգրանցվեր ընդմանը, բայց միևնույն է Տիգրան Մկրտումյանը ուղղակի գնում է Տուգանային կից հետոններ կատարելու 4 միավոր է խաղի ընթացքում վաստակել, բայց ասեմ որ շատ փորձեր է կատարել այսօր ընդհանրապես չի գտնում դիպուկություն Տիգրան Մկրտումյանը հիմա էլ իմիտացիա է փորձում անել պատրաստելու համար Տուգանայինին օգնում է դա առաջին օղակումը
Վրիպեց երկրորդը, բայց օֆենսիվ բորդը, նորից բկմայինն է, 2-3 զոն դիֆենս, Ուրարտուում, Օղակի տակ փորձեց գտնել Դավիթին, Մկրտումյանը, հիմա էլ Մասդուխանյանն է գնդակով, այո, ֆլոտերը կար, 51 միավորի առավելություն այս պահին, այսքան արդեն այս կարողտում 11 միավորով առաջ անցել աշխում Ուրարտուն, հիմա էլ Կիրակոսյանն է 3 փորձելու և բախտավոր 3 հայտնվում է Օղակում Մարատից էլ ոչտեղ խլեր են գործրել է միայն գնդակ եթե անկեղծ Մարատը և այստեղ բախտում է Ջորդան Թիլմանի դիմաց կանոնները փորձեց մաքուր բլոկ շոտ կատարել, բայց մարմնով արվածեց Թիլմանին ևս տուգային նետումներ 28 միավորներ վաստակելու հնարավորությունն է սա Ջորդան Թիլմանի փոփոխումը կլինի Կարախանյանը հողելու է ում հենց Մարատ Միքայելյանին ով իր երրորդ անհատական տուգանքն է ստացել Եվ երկուսից երկուս Ջորդան Թիլման Վարդանյան շատ լավ է անցել մինչև վերջ ու այո տուգանք Ուիլ Հենդերսոնին կարծում եմ կարտարագրվի ոչ չունը խախտել չնկատեցի ճիշտ ասած հիմա տեսնենք կանոնները ուստացել իր առաջին անհատական տուգանքը երկու թիմային այս պայն ունի Ուրարտուն այս խախտումից հետո մեկ անգամ ընդամենը խախտել է կանոնները ԲԿՄ-ն երրորդ քառորդում Ջորդան վերադառնում է Կիրակոսյանին գնդակը կա 3-ը Դանիելի Այվ այս պայն 60 միավորի առավելություն Ուրարտուի կողմից այս պայն 58 միավորով առաջ այս Ուրարտուն դա այսպես շարունակվի ամենայն հավանականությամբ սա կլինի Պրոբասկետ Ալիգայի այս տարվա ամենամեծ առավելությամբ հաղթանակը Բեյզի ևս մեկ դանք DJ-ից այո 60 միավորի տարբերությունը կա Ազդուխանյան վերադարձեց Ռոմայից ու կարող է նետել 3-ը, բայց շատ կարճ էր Ուիլ Հենդերսոն վերիպում է Բեյզին կավելացնի այմ այլ արագ արձակում Մկրտումյանն է միավորներ վերելու Կիրակոսյան անցավ մինչև վերջ Ջորդան Գեղեցիկ է խաղում Թիլմանը ու վրիպեց լավ պաշտպանություն է Մելիքյանին է վերադառնում ֆանտաստիկ փոխանցում Թիլմանը Օղակի տակ 30-րդ իր միավորը վաստակում է Ջորդան Թիլմանը լեյափով խլել է Թիլմանը Մկրտումյանի ձեռքից գնդակը Ուիլ Հենդերսոն և այո ավելի գեղեցիկ գործողություն է սպասում բայց վերնում է միավորը մնում է միավոր նորից Մկրտումյանը փայլելու է հավասարվեց Դավիթ Վարդանյանին թիմի լավագույն արտադրի բացում բայց ընդամենը 30 միավոր է վաստակել ԲԿՄ-ն այս խաղում շատ անհաջող եւ անարդյունավետ հանդիպում անցկացնում ինչ խոսք Կիրակոսյանը 3 անհաջող էր էրբոլ ու միանգամից ներողություն է խնդրում թիմակցից ասելով որ իր մեղավորությունն էր Մելիքյան ու Հենդերսոն զույգը գնալու է հանգստանալու Արկադին ու Մայքը վերադառնում են Ուրարտուի կազում, հակառակ կողմում էլ Ռոմա Արտյոմ Պայստեյնին նստարան, Կարախանյան ու Ավետ Գրիգորյան նորից խաղալաշտում Սահակյանը կանգնեց ու վստահ նետեց, բայց շատ անհաջող Վարդանյան ոչ Թիլմանն է գնդակով
հասավ մինչև վերջ ու տուգանք չի արձանագրվում մրցավարի կողմից։ Լավ փոխանցում Ավետ Գրիգորյանին, այո լինելու է երկուսը իհարկե։ Շատ լավ անցում է Դանիել Կիրակոսյանից, նորից չկա մրցավարական սուլիչ, բայց միևնույն է միավորները կան Դանիելի, ով էլ արդեն 22 միավոր է բերում։ Մկրտումյան, Արկածի ձեռքի վրա, նորից կարճ 3-ի փորձ։ Փոխանցում է։ Եվ օֆենսիվ ֆաուլ, արձակական տուգանք։ Դանիել Կիրակոսյանին արձանագրվեց, Դավիթ Վարդանյանը շատ լավ էր դիրքավորվել։ Փոփոխում ԲԿՄ-ում Դավիթ Հովհաննիսյանը կստանա իր առաջին րոպեները, Մկրտումյանն էլ գնաց հանգստանալու։ Այսինքն այս պահին ԲԿՄ-ի ստարտերներից 3 հոգի այս պահին պայստանին են ստանալին, Տիգրան Ռոման եւ Մարաթը։ Ասեմ նաեւ որ 3 րոպեից քիչ է մնացել երրորդ քառորդի ավարտին ու ամենայն հավանականությամբ Ուրարտուն հասնելու էին 100-ով միավորը վաստակել, որտեղ ընդամենը 6 է մնացել, ստատիստիկորեն քառորդում մոտավորապես 30 ու ավել միավոր են վաստակում, այնպես որ 3 րոպեն նույն հաշվարկով նորից մոտավորապես գալիս է 9 միավոր 3 րոպեի ընթացքում, երբ շատ հավանական է։ Ռիտմից հետո Դանիելը վերցրել է գնդակը, Ջորդան հասավ մինչև վերջ, ավելացրեց, այո։ Սահակյան հապում է Բեյսին, գրում մինչև վերջ ու վրիպում։ Շատ լավ փոխանցում էր Ջորդանին, հիմա էլ անկյունում է ասել գնդակը, Մայք Ռայթ 3-99 20-միավորն է։ Ուրարտուի Մայքի 14-րորդը։ Դավիթ Հովհաննիսյան, անկյունից 3, ոչ։ Դանիել, ոչ։ Տեսել էր դիմակցին, բայց Հովհաննիսյան ավելի շուտ էր հասկացել, որ փոխանցում են հայտնվել գնալու է։ Ռաֆայել, դիտում է միջինը։ Այմա արդեն Կիրակոսյանի փոխանցումը Ջորդանին հասնելու է։ Եվ հենց այս երկուսով էլ 101 միավոր է վաստակում Ուրարտուն ընդամենը 18 րոպե, ներողություն, 28 րոպե ու 45 այն վայրկյանների ընթացքում Վարդանյանը բերելու է։ Եթե շարունակի նույն ոճով խաղը Ուրարտուն, ապա սա լինելու է այստեղվա պրոբասկետի ամենամեծ հաշվով հաղթանակը։ Բայել է Կիրակոսյանը գնդակը իր մոտ ու դեռ հենց ինքն է գնդակով, նորից Ջորդան 3 Կարճ էր Մայքը, պայքարում է օֆենսիվ բորդի համար, Ավետ Գրիգորյան շատ լավ պայքար ու վերցրել է ռիբաունդը ու Արկածի, ֆանտաստիկ ուղղակի պաշտպանություն 3 բասկետբոլիստ նույնիսկ մոտ չէին և հիմա էլ DJ Պեյսին է փայլում նորից անաճող խաղ ԲԿՄ-ից, բայց Ղարախանյանը վերցրել է օֆենսիվ բորդը 11 վայրկյանի տարբերություն հաղորդի ու խաղային ժամանակների միջև Վարդանյանի 3-ը կա 10 վայրկյան քառորդի ավարտին Կիրակոսյան անցավ օղակի տակ տուգանք չի արձանագրվում եւ վերջ այսքանով ավարտում ենք նաեւ երրորդ քառորդը 103-37 Ուրարտուն առջեւ կվերադառնանք դա
Սենց է կարծում ավտոմասը Արնում է պարկետ, վերջին անգամ Բերեց, այո Ավետ, անկյունում Սահակյանը ազատ է Շատ լավ, խորամանկեց մրցակցին ու Կարախանյանին ազատ թողելում Երեքը կարճ է Եվ տուգան Այդ Կարախանյանի կողմից կանգնեցնում արագ արցակն մրցակցի, բայց միանշանակ փորձում էր գնդակ խլել, այնպես որ բնականաբար ոչ սպորտային տուգանք չի լինելու Մայք, շատ հեռվից Բերում է ևս մեկը, սա այլ արդեն 71 միավորի առավելություն է End one Դավիթ Վարդանյանից Մնացականյանն է խախտել կանոնները Դուգանայինը ևս կա, Վարդանյանի Արայք Գևորգյանը ու ասել է իմ այդ գնդակը Մկրչանին ում լեյափը ուղակում է Երեք բասկետբոլիստը մնում ուղարկում է Միավոր չեն հավաքել դա Էդուարդ Մնացականն է, Ստեփան Մավյանն ու Կարապետ Ասոյանը և այստեղ գոլտենդինգ արձանագրվեց, կարծես մրցավարը որ գնդակը արդեն ներքև էր իջնում, դրա համար էլ արձանագրված էր Գոլտենդինգ ու նորից Ջորդանը խլել է գնդակը, սա էլ իր 36 միավորն է Այս անգամ ավետը խելելու է ու լրիվ ազատ է Կարախանյանը, բայց ուշ ասավ իրեն փոխանցումը դրա համար էլ հասցրեց փակել Էդգարը Սպրինուն է ավետի երկուսը կա Ջորդան ձերքի վրայով Գարջեր Մկրչան Ավելորդ կայլ է արձանագրվում Էդգար Մկրչանին Արադ Միքայելյանն է վերադառնում ԲԿՄ-ի կազմում Դոգանյան բլոկ-շոտ Էդգար Մկրչյանից ու ֆանտաստիկ խաղաց Գևորգյանը ափսոս վրիպեց, հիմա էլ Մնացականյանն է երկու անընդմեջ նետում վրիպում և այ ուրարտույց է գնդակը դուրս գալու Մարար մեկ ոտքի վրա սպորտեց երեքը Գարջեր ու Մավյանն ստացած Ստեփան գնդակը վերջապես Էդգար Մնացականյանը Եվս իր միավորները բերում է Մնացին Մավյանն ու Ասոյանը արեց միավորները ուրարտում, բայց 7 րոպե մոտավորապես ժամանակ կա, իհարկե կարող են երկուսն էլ հասցնել բնականաբար ու ոտքով խաղ Ասորեն ուրարտույց իստված ԲԿՄ-ի ոտքին է դիպչել գնդակը Եվ լրիվ ազատ Մարատ Միքայելյանը ստանում է գնդակը ուրարտում Փորձել էր լրիվ վերջինիս Գևորգյան նորից մինչև վերջ Սա իմ կարծիքով ավելի գոլտենդինգ էր եթե անկեղծ, որովհետև գնդակը կարծես թե դիպել էր տախտակին
Գնացում չէ վերջ Վարդանյանը վրիպեց Ասոյան Մավյան, անկյունում Ասոյանը ստացել է ու այո, վերում է ևս իր առաջինը մնաց միայն Մավյանը, ինչպես արդեն ասացի ու այո, գնդակով լինելու է վկման նորից Մավյանի պաշտպանությունից հետո ունելով 19 վայրկյան արձակման ժամանակ շատ լավ է պաշտպանում Արայիկ Գևորգյանը ու այո, բերելու են նույնիսկ չծածկեց Միքայելյանը մի փոքր ուշացել էր Ազուխանյան Աստունա Ասյանին հասավ օղակի տակ և տուգանք է արձանագրվում ում, հիմա տեսնենք Ասոյանին Մկրտումային ու Գալախանյանն է վերադառնում Դավիթ ու Մարատը գնացին Երկրորդը օղակում է Նազդուխանյանի 5 րոպե 43 վայրկյան խաղի ավարտին ու set play-ը բացվիրում Արայիկ Գևորգյանը ձերքի վրա Նազդուխանյանի գործելու է ոչ Գալախանյան ու շատ անաճող փոխանցում դաշտի սահմաններից դուրս Պակման գնդակը խելելում, բայց Հովանիսյանից է դուրս գալիս ու Դանիել Կիրակոսյանը աստորեն կվերադառնա Ուրարտուի կազում Արայիկ Գևորգյանն էլ գնաց հանգստ ստանալու ով 4 միավոր այսօր վաստակել ու մի անգամից հենց իրեն է գնդակը գալիս Մավյան ոտքը դրսում էր պաստորեն Ստեփան Մավյանի Ազդուխանյանի լեյա փողակում է ու շատ լավ պաշտպանություն Դոգանյան այո կա երկուսը հիանալի փոխանցում Կիրակոսյանից Մկրտչյանին օղակի տակ այո միավորներ բերում է Էդգարը Հովանիսյան հասնում է Մավյանին մինչև վերջ Լեապը անաճող էր Սականյան բերեց այո, ևս մեկը բերեց ասիստները նվիրում են Դանիել Կիրակոսյանին այսպես ասած երիտասարդ կենտրոնական դիրքի բասկետբոլիստներ Ուրարտուի Ազդուխանյան կարճ նորից ռիբաունդ Դանիել և Գալախանյանից գնդակը Ազատ է Կիրակոսյանը երկար երեքի փորձ Ակամից առաջվելից փոխանցում Մավյանը ճիշտ տեղում է ու խլում է գնդակը ու ինչ որ կետ պայց մոտ գնդակը Ստեփանը հասրեց Դանիելին Կիրակոսյան ով գործնում է բայց մի անգամից վերադարձնում Մկրտչյան անկյունից ոչ Կրտումյանն է միացել արձակման ու վրիպում է երեքը ևս մեկ անգամ նորից կարճը Դանիելի լեյափի փորձը անկյուն է կնդում
Գնդակը Հենրիկ Դոգանյանին, ում 3-ը նորից չկա։ Այս անգամ Կիրակոսյանի երկուսը լինելու է, սա 24-րդ իր միավորն է։ Գեղեցիկ կործեց, Ղարախանյանը կործեց, գնդակը պտում ան նորից։ Ավյան, ազատ է, կարելի է։ Եվ այո։ Այսպիսով ցուցակը լցված է Ուրարտում այսօր բոլոր բասկետբոլիստները հավաքել են առնվազն 2 միավոր։ Շատ լավ։ Թիմանին ցուցանիշ է իհարկե։ Նազդուխանյանը կբերի 3։ Ու կորցնում է գնդակը Ուրարտում շատ լավ խաչ Ղարախանյանը, Դոգանյանը հակավելացնի նորից։ Անկյունում Արսոյանը ստացել է գնդակը։ Ռուբան գնացականներից նորից Մավյան։ Ու անաջող փոխանցում էր, առաջ չհարցակումը կարող է լինել, բայց շատ անաջող փոխանցում։ Դավիթ Հովհաննիսյանից Դանիելը խլել է գնդակը, գալու է կանգնելու է ու վրիպելու է 3-ը։ Եվ խելացի փորձ է սխալ Ղարախանյանը, բայց ավելի բախտավոր գտնվեց այստեղ Ուրարտում, Մկրտչյանը խլեց ու բերեց։ Արտյոմ նորից փորձ 3-ի, այս անգամ փոքր սխալվեց։ Դանիելի լեյափը կա, այո։ Եվ այս անգամ արդեն Ուգան կարձանագրվում է, երկար ժամանակ է անգործ էին այսպես ասած մրցավարները, որովհետև շատ են հեռար նետումները այս քառորդում եւ արագ հարձակումները։ Վերադարձավ Արայիկ Գևորգյանը վերջին 1 րոպեն ու 11 վայրկյանը ավարտելու համար խաղադաշտում։ Երկուսից մեկ Դոգանյանից հասնում է Կիրակոսյանին գնդակը։ Գևորգյան, and one, Արայիկ Գևորգյան։ Վերադարձավ 80 միավորի տարբերությունը եւ եթե չեմ սխալվում, սա ամենամեծ հաղթանակն է այս տարվա Պրոբասկետ Ալիգայի։ Դուգանայինը եւս կա։ Նազդուխանյանը անկյունում Հովհաննիսյանն է ստացել գնդակը, շատ կարճ 3 է լինելու։ Ու Տուգանք է արձանագրվում։ Դանիել Կիրակոսյանին Ղարախանյանի դիմաց պայքարում։ Թիմային 4-րդ լրացավ Ուրարտու եւս Դոգանյան 3։ Կարճեր։ Արսոյան։ Հայո։ Շատ լավ խելացի խաղաց Ղարախանյանը։ Դանիելն է իմ այլ գնալու միջև վերջ։ Եվ այո, վերելու է եվս 2, 28-րդ իր միավորը եվս վաստակում է Կիրակոսյանը։ Դոգանյանը 3-ը կարճ էր։ Եվ այ 30-րդ իր միավորը եւս վերցրեց Դանիել Կիրակոսյանը եւ այդքանով գավարտեն քաղաքարծես թե Դոգանյանը նորից փորձելու է։ Այո, կա 3-ը։ Եվ վերջ այսքանով ավարտվում է հանդիպումը ջախ-ջախի հաղթանակ Ուրարտուի կողմից ուղղակի 82 միավորի առավելությունով հաղթում է ԲԿՄ-ին 142-60 հաշվով։ Լավագույն բասկետբոլիստ ամենայնաբանականությամբ կճանաչվի Ջորդան Թիլմանը, ով 36 միավոր այսօր վաստակել։ Մի խոսքով շնորհավորում ենք Ուրարտուի նախագահական ու
Մարզչական կազմին եւ իհարկե մարզիկներին եւ ինչպես միշտ դες հետ վերջում է Ալբերտ Հարությունյանը, սիրեք բասկետբոլ եւ նա ձեզ կպատասխանի նույնքեն։ Հաջողություն։